Եվ վերջի միտքս ես պատմության մեջ չեմ հիշում սենց օրինակ, որ այսպիսի խայտառակ պարտության տարած ղեկավարը չհեռանա։ Նախ հզոր քարոզչական բանակ եք ստեղծում, շատ անգամ ասել եմ գաղտնի բանակ, տեսակ ոնց հարձակվեցին տարբեր մարդկանց վրա, երբ որ պետքա մոբիլիզացնում են ու հարձակվում են։ Այդ բանակը, գիտեք, $10 միլիոն քիչ փող չի, $20 միլիոն, դա մեծ գումարներ են, որոշ մարդիկ դեմ չեն ծախել իրենց հայրենիքը։ Եվ հետո ստեղծում եք սեկտա, մի մարդ, ես չեմ ասում, որ բոլորը սեկտանտ են, բայց ինչ որ մի շերտ կա, որը ինչ ասեն հավատում են։ Եվ այս մարդիկ իրար միմյանց հետ խոսում են այդ WhatsApp խմբերով, տեքստ խմբերով, տարածվում են այդ վերին ղեկավարի, աստվածային ղեկավարի այդ մեսեջները տարածվում են եւ մարդիկ ամեն ինչի հավատում են։ Պլյուս մենք ունենք քանդված կրթական համակարգ։ Սովետական սերունդը երբեք սրան չէր գնա։ Երբեք sense բաներ չէր հավատա։ Այսպես է դա արվում եւ վերջի միտքս ես պատմության մեջ չեմ հիշում sense օրինակ, որ այսպիսի խայտառակ պարտության տարած ղեկավարը չհեռանա։